Պարոն փոխնախարար, ձեզ ենք հարցնում, կասեք ձեզ համար այսօր ինչ տոն է եւ ինչ ուղերձ ունեք հղելու այսօրվա հետ կապված, եռատոնի հետ կապված, եթե եռատոնը ձեզ համար։ Ունեմ խաղաղության ուղերձ եւ բոլորի շնորհավորում եմ նաեւ այսօրվա հետ կապված։ Նաեւ Շուշիի ազատագրման հետ կապված։ Հարգելից։ Շնորհավորում եք Շուշիի ազատագրման հետ կապված, պարոն փոխնախարար, դուք ռազմական կառույցի Բարձրաստիճան պաշտոնյա եք եւ տարիներ շարունակ նշել եք Շուշիի ազատագրման օրը նաեւ։ Ես այսօրը ընկալում եմ իբրև աշխարհին ուղերձ խաղաղության եւ համերաշխ ապրելու որպես խորհրդանիշ։ Բոլորիս ցանկանում եմ, որպեսզի խոհեմ գտնվենք եւ մեր գործողությունները կատարենք այնպես, որպեսզի խաղաղություն տիրի։ Պարոն Սարգսյան, Շուշին հանձնելուց հետո այլևս չեք կարողանում խոսել Շուշիի ազատագրման մասին, տոնել դուք մանիպուլացնում եք եւ ցանկանում եք ինչ որ ձևով ներքաշել, ինչ որ Մեր սրտում սա միշտ եռատոն է եղել, պարոն Սարգսյան։ Դուք էլ եք նշել սա, ես վստահ եմ, դուք տարիներ շարունակ եկել եք այստեղ նաև Շուշիի ազատագրման համար, ճիշտ է։ Արցախյան պատերազմը։ Պարոն Սարգսյան, Հայաստանի վարչապետի աշխատակազմից հայտնում են, որ Ադրբեջանը տեղեկություն է փոխանցել կրակոցների վերաբերյալ։ Կխնդրեմ ասել իրենց կրակոցների վերաբերյալ, թե այսպես կոչված հայկական կողմի կրակոցների վերաբերյալ։ Լրատվական ծառայության պետը տարածում է եւ եթե Բայց դուք ավելի բարձր եք իրենց պաշտոնով։ լրատվություն։ Դուք պարոն Թորոսյանից ավելի բարձր կարգավիճակ չունեք, պարոն Սարգսյան, ՊՆ-ում։ Պարոն Սարգսյան, լավ, իսկ ինչ կարող է պետք անել, որպեսզի Շուշին հետ վերեն եւ նորից եռատոն դառնա։ Թե այդպեսի մտադրություն չունեք։ Գիտեք, պարոն Սարգսյան, նախորդ տարիներին գալիս են այստեղ վրաներ լինում, մեծ շուկով պաշտոնյաները շփվում էին զինվորականների հետ, վետերանների հետ։